90-ական թվականներին կամավորական շարժման մեջ ներգրավված քաղաքական պատերազմական շարժման մասնակցի Աշոտ Մկրտչյանի մտքով չէր կարող անցնել այն, որ Աստված իր եւ իր ընտանիքի հետ կապված ծրագիր ունի։ Աստված իր հրաշալի ձեռքով իր այդ հրաշալի փրկությունը բերեց իմ կյանքում եւ ես տեսել եմ շատերը ընկած, շատերի հուղարկավորությանն եմ մասնակցել, շատերի, իմ ընկերների, ծանոթների, ընդհանրապես կռվող, մարտնչող տղաներին ու այսօր նայում եմ, բայց ես նրանց մեջ չեմ։ Աստված ինձ կյանք է տվել շարունակելու, կյանք է տվել պայքարելու։ Այսօր, որ ինչքան ես հետ եմ նայում, այնքան տեսնում եմ Աստծո ձեռքը իմ կյանքի մեջ։ Ես չեմ ճանաչել, չէ՞։ Բայց ես տեսնում եմ իր ձեռք իմ կյանքի մեջ, իր ծրագիրը իմ նկատմամբ։ Ես ոչ ծրագիր ունեի, ոչ հասկանում էի, ոչ պատկերացնում ունեի, թե Աստված որտեղ է, ուր է եւ ով է Աստված, դες բաներ ես չէի հասկանում։ Հանձնվել ամենակարողին նշանակում է ամբողջովին հույս դնել Աստծո վրա։ Աշոտ Մկրտչյանի առողջական վիճակը վատացավ։ Անալիզի պատասխանը ցնցեց բոլորին։ Բժիշկները բուժում չառաջարկեցին, որովհետև չգիտեին որտեղից սկսեն եւ ինչ անեն։ 2003 թվականին մոտս խնդիրներ առաջացավ, սկսեց մազերս թափվել։ Բավականին արագությամբ թափվում էր մազերս։ Եվ վերջնական մազերս թափվեցին։ Անալիզ էի տվել եւ այդ անալիզի պատասխանով մտա բժիշկի մոտ։ Բժիշկը երբ որ նայեց, զարմացավ։ Ուրեմն ասում է ընկեր ջան, ձեր անալիզը չի համապատասխանում հիմա ձեր այս ներկա վիճակին։ Ասում ինչ չի համապատասխանում։ Ասում ձեր անալիզը դիակի անալիզ է։ Ուրեմն ոչ մի վիտամին, ոչ մի էլեմենտ չկար, այնտեղ 1-2 վիտամին եւ 1-2 էլեմենտի մասին էր խոսում։ Մնացած չկար, հակառակ շատ ցածր, խառը վիճակ։ Ուսես նայում եմ զարմացած, ասում եկեք ես հավաքեմ բժիշկներին ու քեզ ուսումնասիրենք։ Եվ փառք Տիրոջը այն օրվա համար, Տերը օրհնի մամային, երբ որ ասեց արի գնանք եկեղեցի։ Իմ ամուսնու հանկարծակի մահից հետո ես շատ վատ վիճակի մեջ էի։ Հետո նրանից հաջորդեց իմ տղայի հիվանդությունը։ Ես ավելի վատացա։ Հույսս կապել էի իմ հարազատների հետ, բայց երբ որ տեսա, որ հարազատներս էլ չեն օգնում, այդ ժամանակ նոր ես հասկացա, որ Աստված կա, պետք է Աստծուն դիմել։ Ես ծնգաչոք եւ աղերսանքով լացակումած դիմեցի Աստծուն, որ օգնիր ինձ այս նեղ պահերին, Աստված հրաշք արեց։ Հրաշքը Աշոտի բժշկությունն էր, որ ոչ մեկը հույս չուներ, որ նա կբժշկվի, բայց Աստված բժշկեց նրան։ Նարա Հովհաննիսյանն էլ սկզբում վերացական էր վերաբերում Աստծո հետ կապված հարցերին։ Ամուսնու խնդրանքով Նարան եւս գնաց եկեղեցի։ Վերջինիս կյանքում Աստծուն որպես անձնական Տեր եւ Փրկիչ ընդունելը շրջադարձային եղավ։ Տարիներ առաջ էր, երբ ես հայտնվեցի մի վիճակում, որ հոգեպես դատարկ էի զգում, մենակ եւ կարծես ոչ կատարյալ երջանիկ։ Եվ ես չգիտեի ինչպես դուրս գալ այդ վիճակից, չնայած նրան, որ ես ունեի լավ ամուսին, հրաշալի 2 փոքրիկներ եւ ընդհանրապես լավ ընտանիք։ Եվ 2005 թվականն էր, երբ սկեսուրը սկսեց հաճախել եկեղեցի։ Եվ նա շատ անգամ գալիս էր եւ պատմում էր, թե ինչ է կատարվում եւ հորդորելով ամուսնուս, քանի որ նա ուներ առողջական խնդիրներ, ասաց, որ մեկ օր արի միասին գնանք։ Եվ որոշ ժամանակ ամուսինը սկսեց հաճախել եկեղեցի։ Եվ մեկ օր ինձ ասաց, որ արի գնանք եւ կտեսնես ինչ հրաշալի է այնտեղ։
Երբ ես սկսեցի հաճախել եկեղեցի, զգացի, որ իմ կյանքում բան է փոխվում։ Իմ ներսում սկսում է լցվել այդ դատարկ տեղերը։ Եվ մի երեկո էր, երբ ես աղոթք արեցի սրտանց եւ Աստված լցրեց ամեն դատարկ տեղ։ Եվ հաջորդ առավոտ, երբ արթնացա, ես ուզում էի կարդալ Աստծո խոսքը, ծարավ էի Աստծո խոսքի, ես անընդհատ կարդում էի հապճեպությամբ, եւ ես հասկացա, որ Աստված իմ ներսում է, որ նա գործում է։ Աշոտ Մկրտչյանի սրտում ինչ որ մի բան կատարվեց, Աստված փոխեց նրա էությունը։ Ես շատ եմ հավատում, որ մարդիկ միանգամից փոխվում են։ Ինչ եմ դա ասում, որտեղ ես զգացել եմ իմ կյանքի մեջ, թե ոնց միանգամից այդ դալիճում ոնց բան փոխվեց։ Ես չեմ կարող ասել ինչ, բայց ես հաջորդ օրը ինձ ուրիշ մարդ եմ զգացել։ Ուղղակի ես են հասկացա, որ եթե Աստված ինձ չփրկեր, եթե ես չճանաչեի Աստծուն, կյանքս, եթե կյանք ունենայի, եթե ապրեի, կլինեի գոռոզ, ինքնավստահ, եսասեր, եւ փառք Աստծուն, որ Աստված ազատեց ինձ դրանից, ինձ տվեց կյանք, էլ ավելի կյանք, ինչպես Տերն ասում։ Նարան լինելով ընտանիքի միակ զավակը 5 տարեկանում կորցրել էր հորը։ Դժվարությունները նրան ստիպեցին դառնալ ինքնուրույն, բայց երբ Աստված է մարդկանց սրտերում գործում, նկատելի է դառնում փոփոխությունը։ Նախկինում ես շատ չարացած էի մարդկանց հանդեպ եւ անվստահությամբ էի վարվում նրանց հետ։ Երևի նա էր նպաստել, որ փոքր տարիքում 5 տարեկանում կորցրել էի հորս եւ ինձ համար ամբողջ երկրագնդի վրա միայն մայրս էր, որ կարծես ինձ օգնողն էր, ինձ լսողը, հոգ տանողը։ Եվ փոքր տարիքում կարծես մի ժամացույց էր իմ ներսում գործում, որ ամեն գիշեր ես աղոթում էի Աստծուն, ասելով Հայր մեր աղոթքը։ Եվ ամենագլխավոր իմ աղոթքի խնդրանքն էր, որ մայրս առողջ լինի, որտեվ ես չունեի ոչ մեկ նրանից բացի։ Եվ երբ որ մեծացա, ինձ մեջ ավելի հասունացավ այդ մարդկանց հանդեպ անվստահությունը, ավելի չարացա ես մարդկանց հանդեպ։ Եվ շատ դժվար կլիներ ինձ համար, եթե ես չգտնեի Աստծուն։ Որովհետև երբ ճանաչեցի Աստծուն, ես սկսեցի փոխվել մարդկանց նկատմամբ, սկսեցի նրանց վստահել, սկսեցի սիրել եւ փորձեցի նրանց ավելի ներել, որովհետև Աստված հենց դա է պատվիրում իր խոսքում։ Եվ սկսեցի իմ կյանքում կենթանացնել նախկինում, որ չէի կարողացել աստվածահաճո կերպով ապրել, հենց սկսեցի այդպես փորձում եմ այդպես ապրել եւ հավատում եմ, որ ընթացքում կյանքի տարիների ընթացքում ես ավելի կսկսեմ ապրել աստվածահաճո կյանքով։ Այս ընտանիքի շարժիչ ուժը Աստված է, ով առաջ է մղում ամեն իրավիճակում։ Ես շատ եմ ուզում, որ լինեն փրկված իմ ընտանիքը, իմ զավակները։ Ես գիտեմ, որ եղել է մի անարժան մեկը, բայց իմ Տերս, իմ Փրկիչս ինձ արժանացրեց եւ այսօր բարձրացնում է, զորացնում է։ Ես երբեք չէի մտածի, որ կլինեմ մեկը, որ կծառայեմ Տիրոջը։ Իմ մտքով երբեք չի անցել։ Բայց արի ու տես Տերը ինչ էր պատրաստ ինձ համար։ Եվ ասեմ ձեզ, որ ինձ մղողը, ինձ առաջ տանողը, իմ շարժից ուժը դա Հիսուս Քրիստոսն է։